Ողջույն, Կորձարալ ալիքի եթերում վերադարձող կապիտալ հաղորդումն է։ Մենք խոսում ենք հայրենադարձների հետ, հայրենադարձության մասին։ Այսօր մեր հյուրն է Հարութ Կիլեջյան, ողջույն Հարութ ջան։ Ողջույն։ Դուք եկել եք Սիրիայից։ Այո։ Երբ եք հայրենադարձել ու ինչի համար եք Հայաստան եկել։ 2015 թվականին եկանք Հայաստան։ Մի անգամից որոշեցիք թե ինչպես է։ Մեկ անգամից որոշել չէ, պատերազմի պատճառով բնականաբար, երբ որ 2011-ին սկսվեց Սիրիայի պատերազմը, համբերեցինք, փորձեցինք դիմանալ, մինչև հասավ այն կետին, որ ամեն ինչ ավելի անտանելի էր, եւ որոշեցինք լքել Սիրիան եւ գալ Հայաստան։ Բայց շատերը գնացին Կանադա, Շվեդիա, դուք ինչու Հայաստան ընտրեցիք։ Ես ընտրեցի Հայաստանը, որովհետեւ ես մտադիր էի իդ վերադառնամ Սիրիա։ Ինչ որ եկանք, ինչ որ ժամանակի համար մնանք, մինչև որ պատերազմը կավարտվի եւ մենք իդ կվերադառնանք Սիրիա։ Բայց արդեն անցել է 10-ից ավել տարիներ։ Ինչու բայց Հայաստան ընտրեցիք, ուրիշ երկիր գարեք, Լիբանան գնայի կամ ուրիշ երկիր, ինչու Հայաստան։ Ունեք գապ Հայաստանի հետ եկել։ Չունեի բացարձակ ոչ մի գապ Հայաստանի հետ, ու իմ առաջին այցն էր Հայաստան, չէ։ Այցելություն չունեի Հայաստան, առաջին այցն էր։ Մեր հայրենիքն է, մեր լեզուն է առաջինը։ Դրա համար որոշեցինք գալ Հայաստան, մինչև որ պատերազմը կավարտվի կամ կհանդարտվի, հույս ունենք, որ իդ կվերադառնանք Սիրիա։ Ամեն ինչ կառուցել էինք այնտեղ, մեր գործերը, տները, ուսումը, համալսարանը, ամեն ինչ այնտեղ էր։ Այդ իսկ պատճառով մի քիչ դժվար է լքել ամեն ինչ եւ գալ, մոռանալ մինչև վերջ։ Դրա համար ասեցինք ինչ որ հանգրվան է, կգնանք Հայաստանում, ապահով է, խաղաղ է, մեր հայրենիքն է կապրենք, մինչև որ ավելի լավ կլինի ամեն ինչ եւ իդ կվերադառնանք։ Այսինքն դուք մի քանի ամսվա եք մտածել, թե մի քանի տարի։ Մի քանի ամիս էինք մտածել, ավելի ճիշտ մի քանի տարի, մի քանի ամիսը քիչ է, որով շատ սուր էր վիճակը այնտեղ շուտով վերջանալու։ Այո, մինչև իմ գալը մամաս եւ եղբայրս եկել էին Հայաստան, շատ էին սիրել, հավանել էին, պատերազմն էլ որ տենց սկսվել էր, papan ասեց ընդեղից մի հատ տուն առնենք, մարդես չգիտես ինչ կարա լինի, Սիրիան կարա վատ լինի ավելի, եւ այդպես էլ եղավ։ Իրանք եկան 2012 թվականին, բայց իդ վերադարձան Սիրիա։ Իդ վերադարձան Սիրիա եւ ես որոշեցի 2015-ին գալ Հայաստան։ Դուք ընտանիքով թե մենակ կինս։ Հա, դուք ամուսնացած եք։ Ամուսնացա Սիրիայում։ Հա, միասին որոշեցիք։ Ամուսնացանք եւ ելանք։ Պատերազմի ժամանակ ենք ամուսնացել, հա։ Պատերազմի ժամանակ 2014-ին ամուսնացանք։ Շատ վատ վիճակ էր Սիրիան իհարկե։ Եվ ավելի շատ ինչի համար որոշեցի, երբ որ ընտանիք պիտի կազմեինք Սիրիայում, երեխաներ պիտի ունենաս ու այդ վտանգի մեջ չուզեցի ապրեմ, ոչ ես, ոչ էլ ընտանիքս։ Թե ֆիզիկական վնաս, թե ֆիզիկական վնաս, թե զարգացման վնաս, կրոնականը մենք շատ չտեսանք։ Հիմա սկսել է։ Հիմա, այո, լսում եմ, բայց աչքով մինչև ինչ որ բանի ես չեմ տեսնում, չեմ հավատում, որովհետև լրատվամիջոցները կարան մեկ-մեկ մի բանը չափազանցնեն կամ հակառակը ցույց տան։ Կրոնական վնաս հիմա որ ասում են, ես ունեմ բարեկամներ, որ մինչև Սիրիայում են ապրում, դեռ ինչ որ վնասի չեն ենթարկվել։ Ամենատեղս սկսել են կրոնական գարույցներից իրենց դարեգան վճարը ուզել եւ այլն եւ այլն, այդ բոլորը ներքին որ դեսնես իրականում գա այդ հարցը, որ առաջ շատ ավելի ողջունելի էր քրիստոնյաներու ներկայությունը, այսինքն Սիրիայում, քան հիմա։ Այո։ Առաջ զայրայողություն չկար։ Այո։ Պետությունը ամենուն հավասար էր նայում։ Ամենատեղս այդ իրենց ներքին հարցն է, բայց դուք հիմա որ այսպես ասած ավարտված է, չգիտեմ թե ավարտված է կարելի է նկատել Սիրիայի վիճակը։ Պատերազմը ավարտված է, հետ պատերազմական վիճակ է, որ շատ համ էկոնոմիկ վիճակն է վատ, stable ոչ մի բան չկա, փողը իջնում, բարձրանում,
անորոշ վիճակ է, թեր օրենք չի գա նորմալ, թեր հոսանք չկա, հոսանք նորմալ չկա, բենզինի խնդիր ունենք եւ այլն, միշտ անընդհատ նույն խնդիրները շարունակվում են։ Դա ինչպես որ Լիբանանն դեղել նույն միշտ։ Այո։ Իսկ դուք առաջին քայլերը որ եկաք ստեղ, հիմա ժամանակավոր մնալն է դժվար է, որ ոչ կարաս նորմալ բիզնեսը սկսես, ոչ էլ կարաս երկարաժամկետ սկսես, ինչպես որոշեցիք այդ ամիսները աշխատող մարդ եղել այնտեղ, ինչպես գալի է ստեղ մնալ առանց աշխատելու։ Ինչ էի գանում։ Այստեղ չես կարա մնաս առանց աշխատելու ոչ մի օր։ Նամանավանդ աշխատող մարդը մի օր չի կարա առանց աշխատանքի։ Ես եկածս օրվանից աշխատել եմ։ Բայց ժամանակավոր եք եկել, ինչ է մասնագիտությունը նախ։ Այո, իմ մասնագիտությունը էլեկտրոնիկ ինժեներինգ է, ավարտել եմ Սիրիայում բարձրագույն կարմիր դիպլոմով, անցել արդեն դրան ավարտելուց 15 տարի։ Եկա իմ մասնագիտությունով սկզբից ուզեցի փորձել աշխատել, ընդունվեցի մի հատ գործարանում, որտեղ որ աշխատում էի որպես օպերատոր, շատ չնչին աշխատավարձով, բայց անընդհատ փորփրում էի, անընդհատ հարցնում էի, անընդհատ այստեղ այնտեղ ինչ կարամ անեմ, ոնց կարամ, մեկ ասում էր կարաս տաքսի քշես, մեկը ասում էր կարաս մատուցող աշխատես, մեկը ասում էր on-line ինչ որ գործ կարաս անես, բայց հա, շատ կար, այո։ Հա, ահագին բրբտել եմ, ասենք ես ամեն օր այդ փնտրտուքների մեջ էի, թե ինչ կարամ անեմ, նույնիսկ թեկուզ, եթե ես 3-4 տարի պիտի մնամ Հայաստանում, ես պետքա մի բան անեմ, ոչ թե տենց անգապ իմ ժամանակը անցնի։ Բայց ոչ թե հիմնեք, այլ աշխատեք ինչ որտեղ։ Աշխատեմ ինչ որտեղ, բայց ես իմ էությունով ես սիրում եմ որ գնամ միտեղ, այնտեղ մի հատ հետք թողեմ։ Նույնիսկ եթե պիտի գայի Հայաստան 4 տարի մնայի, ես պետք է մի հատ հետք թողեի, նոր գնայի։ Մի բան անեի օրինակ, աշխատեի, հասնեի հաջողության։ Ձեր եղբայրը նույնպես։ Իմ եղբայրս նույնպես եկել է Հայաստան, այո։ Ինքն էլ էր աշխատում, այսինքն։ Ինչպես։ Ինքն էլ էր աշխատում։ Եվ որ եկաք դուք Իրանից հետո եկաք։ Ես Իրանից հետո եկա, բայց ինքը եկել էր 2013-ին, իդ վերադարձավ Սիրիա։ Իդ վերադարձավ Սիրիա, ես առանձին իդ եկա Հայաստան, հետո մի քանի ժամանակ հետո ինքն էլ եկավ Հայաստան, այո։ Այդպես։ Ուր հասակ այդ աշխատանքների մեջ մնացիք այդ գործարանի մեջ։ Չէ։ Դիմացա մի քանի ամիս, բայց շատ ահռելի աշխատանք էր ու որոշեցի, որ չպետք է շարունակեմ։ Երկար պատմությունա շատ եմ խոսացել այս մասին, իմ հոբիի մասին, միտեղից պետք է սկսեմ, այո։ Երբ որ եղբայրս եկավ, ինքը մի հատ ընկեր ուներ Հայաստանում, ասեց, որ վարսավիրություն է սովորում, մի հատ ակադեմիա գար, այնտեղ վարսավիրություն էր սովորում, ասեց, ու պահանջարկը շատ է, այստեղ մասնագետները քիչ են, այդ թվերին ավելի շատ պրոֆեսիոնալ վարսավիրական ոլորտը ավելի թույլ էր այդ թվականներին, նույնպես չէր ինչպես որ հիմա է։ Ու ես էլ շատ սիրում էի այս մասնագիտությունը փոքրուց։ Ինչպես բոլորը որ միշտ սիրած ուշ կգա ու գանի վերջավորության։ Փոքրուց հոբի էր, շատ սիրում էի վարսավիրությունը։ Առաջին անգամ մազ եմ գտրել, երբ որ 3 տարեկան էի։ Գտրել եք։ Այո, գտրել եմ։ Առանց վախենալու։ Հարևանից մազերը գտրել եմ, մեծ տան մկրատները կային, այդ նարնջակույն գլուխներով։ Այդ հարևանը ռիսկի գնացող էր։ Իմ տարեկից տղա է, ասեցի ես վարսավիր եմ, արի մազերդ գտրեմ, ինչեւ մա հիշում եմ տունը քորքը փռած գետնին ու նոր տարուց մի 10 օր առաջ էր։ Անվճար։ Հա, ասեցի ես վարսավիր եմ, հավատաց նստեց այդ մկրատով ամբողջ մազերը գտրել էի իրա ու ես մենակ հիշում եմ որ մամաս եկավ ու այդ ինչ որ տունը սենց փոթորիկ եղավ ու շատ խայտարակ վիճակ էր իհարկե բնականաբար ես վարսավիր չէ ու դրա սենց արմատից գտրել էի մազերը։ Այդ իմ առաջի փորձն էր, հետո այսպես։ Բայց ստեղ որ սկսակ այդ ծերփարեգամը սովոր Տասնտացներ կան։ Ես նույն օրը որոշեցի, որ ես պետք է անեմ իմ սիրած գործը։ Թեկուզ որ ես, այո, ճիշտ է, որ ես տարիներ սովորել եմ ու բավականին շատ եմ սովորել։ Կարմիր դիպլոմով ավարտելը Սիրիայի մեջ ունենալը բարգեւադրում նախագահի կողմից եւ այլն, այդ ամեն ինչը կան ու շատ լավ էի սովորում։
Դրա համար ափսոսում էի, ասում էի, այսքան բան ունես դու, այսքան սովորում ես, գնաս դառնաս վարսավիր, հիմնականում որովհետև Սիրիայում մի հատ միտք կար, որ ով էր վարսավիր դառնում, ով որ դպրոցում հաջողակ չի, համալսարան, դե հա, մի քիչ այդ ոլորտը կարծրատիպեր էր, այո, ես էլ էի նույն ձև մտածում, բնականաբար։ Միջավայրի մեջ է սովորում։ Միջավայրի մեջ այդպես ես մտածում։ Այստեղ գոդրեցիք ամեն ինչ, գոդրեցի ինչ որ սիրեմ։ Պիտի անեմ ինչ որ սիրում եմ եւ ես հաջորդ օրը գնացի այդ ակադեմիան սովորել։ Այստեղ հաջողությունը։ Հա։ Իհարկե կնոջս հետ էլ քննարկեցինք, ասեցի, սենց եմ մտածում, ինչ կարծիքի ես։ Դու ինժեներ ամուսին ունեիր, իսկ հիմա պիտի ունենաս վարսավիր ամուսին, ինչ կարծիք ունես դրա մասին, ասեց, արա այն ինչ որ ուզում ես։ Այնպես որ բանջում ասես մեկա ժամանակավոր մենք պիտի գնանք նորից Սիրիա, մեր տունը, տեղը, քո գործը եւ այլն։ Էսի ժամանակավոր ինչ որ բան է, կանենք, կանցնի, իդ կվերադառնանք Սիրիա, ես էլ այդ մտքով հաջորդ օրվանից արդեն գնացի ակադեմիան եւ 10 տարվա պատմություն կարամ պատմեմ։ Հիմա այդ ակադեմիայից հետո ինչ եղավ իմ կյանքում։ Հաջողակ դարձակ, ես հիմա չեմ ուզում առաջ գնալ, բայց դուք հետո մի քանի տարի աշխատեցիք ինչ որտեղ, հետո բացեք ձեր սեփական։ Ես մի ամիս սովորեցի, բավական շատ արագ առաջ գնացի։ Իհարկե չէի բավարարվում մենակ սովորելով այդ ակադեմիայում, վիդեոներ, on-line կուրսեր եւ այլն, ես մի բանը, որ ուղեղս դնում եմ, ես կարամ չքնեմ ընդհանրապես։ Գալիս էի ակադեմիայից։ Կանացի իհարկե, չէ՞։ Այո, կանացի։ Գալիս էի վիդեոներ, on-line կուրսեր, վերցնում էի, բարապում էի, տիկնիկներ էի վերցնում, դունը մանիկեններ էի շարում, գլուխները կտրում եւ այլն։ Շատ խորը ուսումնասիրելուց հետո, այո, որոշեցի ավելի ճիշտը շրջապատն է, էլի միշտ որոշում մեր կյանքում ինչ որ բան։ Շատ բան կա, որ դու ուզում ես անես, բայց չես անում, բայց կողքի քո մարդիկ ասում են դու կարաս։ Դու անում ես, դու շատ սիրուն կտրում ես, դու շատ լավ ձեռք ունես, դու կարաս դիմես աշխատանքի եւ ընդունվես։ Ինչ որ տենց 1-2 ասեցին ու գնացի դիմեցի, ասեցին, բայց նայի։ Ունեի մի երկու հատ տեղացի ինգեր, ասեցին հանգարտ չասես, որ դու սովորում ես, կասես, որ եկել ես Սիրիայից, ընդեղից դու վարսավիր ես եւ այլն, ու տենց կդիմես աշխատանքի։ Իհարկե բնականաբար ես տենց չարեցի ու գնացի, երբ որ դիմեցի աշխատանքի, ասեցի, ես սովորում եմ, ասեցի, բայց ես կարամ SSS բաները անեմ։ Եթե կընդունեք ինձ աշխատանքի, ես պատրաստ եմ անվճար էլ աշխատեմ, մենակ որ իմ համար experience լինի, այսինքն իմ ձեռքը սպասվի։ Այդպես այդ մարդիկ առանց իմանալու, որ ես ընդունվում եմ Երևանի համար 1 սալոնում, ուղղակի անունն էի լսել, բայց չգիտեի, որ ինքը Երևանի համար 1 սալոնն է եղել։ Այո։ Գնացի մենեջերի հետ խոսացի, ասեց հաջորդ օրը ժամը 8-ին արի ու մեր մոտ պետքա փորձ անցնես մի հատ ու նոր մենք կորոշենք դու կընդունվես աշխատանքի թե ոչ։ Հաջորդ օրը գնացի, աշխատեցի, փորձնական եւ այլն ու ընդունվեցի աշխատանքի ու 4 տարի աշխատել եմ այդ սալոնում։ Բավականին շատ է։ Այո, 4 տարի շարունակ աշխատել եմ։ Ու փորձ ցերկ բերեցիք, փորձ դասընթացներ, գնալ, վերապատրաստվել, արդեն այդ ընթացքում ես ստացա արտասահման։ Այո, այդ ընթացքում ես երբ որ ստացա իմ հայկական անձնագիր, ես չունեի սիրիական անձնագրով էի, երբ որ ստացա իմ հայկական անձնագիրը արդեն արտասահման էի գնում, վերապատրաստվելու, սովորելու, ուսումնասիրելու։ Միշտ նոր բան կա, ձեր բնակարանը։ Միշտ ամեն օր։ Այդ գանացի մեջ երևի շատ կա, որովհետեւ նոր մատերիալներ, նոր ներգեր, չգիտեմ, տղամարդկանց էլ, բարբերշոփ հիմա ահագին զարգանում է այդ ոլորտը մեր երկրում ու փորձում ենք ավելի շատ զարգացնել։ Ամեն օր մեր ոլորտի մեջ նորություն կա, ամեն օր զարգացում կա ու փորձում ենք այդ ամեն ինչը բերել հասցնել մեր հայրենիք մեծ սիրով եւ մեծ դե եկեք մի բան փոխելու, ասում եք մի բան թողելու, այդել մի բանա որ պետք է ուրիշներից դարբեր մի բան անես, որ հետ կթողես։ Այո։ Ու 4 տարի աշխատեցիք ինչ որտեղ, հետո ինչ արեցիք։ Հետո բացեցի իմ առաջի գեղեցկության սրահը։ Ձեր սեփական։ Իմ սեփական գեղեցկության Kilejian's Beauty Lounge։ Okay։ Այո։ Որը հիմա շատ հայտնի է անգերznացած, ես որովհետեւ այդքան լսել եմ ձեր մասին ու սիրում եմ որ եթե դրսից մեկը գալիս է ինչ որ մի բան առաջ տանի այսինքն չի մնա այդ նույնի մեջ կամ գիտելիքներով նույնը ինչպես 1000 հոգի մի բանանի որ դեսնում վայ էսի կելա ու նոր մեզ նոր ուղղություն ա դանում ու այդ Kilejian-ի ձեր բանը
Վարսավիրանոցը հայտնի է այսօր, ով երևի գանակ գիտեն։ Այո։ Ու ինչպես է կարել, որ այդ լեվելի հասցնեք, դուք որովհետեւ մենակ չեք, խումբով եք, ինչ եք անում, որ մարդիկ ուզում են ձեր մոտ գան։ Աշխատում եմ։ Առաջինը ամենակարևոր բանը բիզնեսի մեջ այն է, որ երբ որ սեփականատերը հիմնադիրը աշխատում է տվյալ բիզնեսի մեջ հավասար մյուսների հետ, երբ որ այսօր իմ հանգստյան օրն է, երբ որ իմ հանգստյան օրը չլինի ու դուք մտնեք սալոն, դուք չեք նկատի այդ սալոնի տնօրենը ով է, որովհետև հավասար բոլորը աշխատում են իրար հետ ու ես էլ իրանց հետ։ Այո։ Աշխատասիրությունը առաջինն է, երկրորդը, երբ որ դու սիրում ես քո մասնագիտությունը, դա շատ մեծ առավելություն է քեզ, շատ մեծ։ Տաղանդը կարամ ասեմ, երբ որ դու ունես տաղանդ առաջ գնալու ու դա ճիշտ ես օգտագործում։ Ճիշտ ես ընտրում թիմը նախ, որ բոլորը ծեր նման լինեն։ Գիտեք ոնց է, մարդ ընտրում է իր նմանին։ Թեգուզ որ ընտրում ես սխալ մարդկանց, շատ շուտով իրանք մաղվում եւ գնում են, ու դու ընտրում ես քո նման մարդիկ, ովքեր որ քո նման են մտածում, ովքեր որ քո նման են աշխատում, այդ շատ կարեւոր առավելություն է բիզնեսի մեջ առաջ գնալու համար։ Ես սենց կարամ ասեմ, ես հասել եմ հաջողության, բայց երբեք չեմ մտածել, որ ես այսքան կհասնեի այսքանին։ Հա, ուզել եմ, աշխատել եմ, սիրել եմ իմ աշխատանքը, բայց ես հիմա սենց նայում շատ ուրախանում եմ այս ամեն ինչի համար։ Ես չեմ արել, որ մեկ վարսավիրանոցը դառնա 2, թիմը դառնա 5 հոգուց 40 հոգի, տենց որոշելով չեմ սկսել այս բիզնեսը։ Այսքան շուտ։ Այո։ Որոշած այն որ բիզնես պլան ես դնում, որ դու պիտի բացես սալոն 4 տարի պիտի անցնի բացես երկրորդ սալոնը, դու պետք է ավելացնես սենյակներ, դու պետք է ավելացնես մասնագիտություններ, ես չունեի այդ բիզնես պլանը ու միշտ ինձ ասում էին որ դու ինչ որ բիզնես պլան ունես, ասում էի չէ, ես սկսել եմ տենց ու առաջ եմ գնացել առանց բիզնես պլանի։ Ոնց բիզնես պլան պիտի ունենաք, որ նպատակ ունեք հետ վերադառնալու սիրի։ Դա արդեն բիզնես պլանը լրիվ գասեցնում։ Այո։ Դուք բայց այդ ամեն ինչ եղել է բոլոր ծեր ոգևորության մեջ, ձեր աշխատագիցների հետ հաջողություններ գտնելու մեջ ու շուտով Երևանում մեջ, որովհետև այս ամեն ինչը ասում եք գարջ ժամանակավայր մարդիկ 20 տարվա մեջ են անում sense 10 տարի։ Հա, դա քիչ, այսինքն քիչ է, որովհետև այսօր Վարշավիրանոց ամեն քայլափոխի կա։ Այո։ Որ դուք մի անգամից Երևակու այսքան հայտնի դառնաք, Վարշավիրանոց ամեն քայլափոխի կա, բայց ամեն քայլափոխի Վարշավիրանոցը Վարշավիրանոց չի։ Հասկանալի է, բայց անունը Վարշավիրանոց է, գանեք գարան Փարեվասեն մտնեն, չէ՞։ Բայց ձեր մոտ մինչև հասնեն այդքան մարդիկ հիմա իմանում են ձեր մասին ու նաև ձեր սպասարկումը, ձեր մոտ օրինակ հագուստի խանութի պես չի, որ սպասարկումը հեշտ լինի, 15 րոպե մաքսիմում մնում է գինը, հագուստը փորձում է, չի փորձում կամ դուրս է գալու։ Ձեր մոտ մինիմումը մի ժամ է։ Կամ ժամերով, այնտեղ սպասարկելը նաև դժվար կանայք, ճղային կանայք, բոլորին սպասարկելը թյուրին բան չի։ Շատ հաճելի բան է իմ համար։ Շատ հաճելի է։ Ավելին անում եք ու հաջողվում եք։ Մեկ ինչ դրա մասին խոսացեք մեզ։ Որ սպասարկման մասին մարդիկ իմանան, գիտեք Հայաստանի թույլ գետը սպասարկումն է։ Ամեն ոլորտներում մեջ։ Իսկ դուք այդ դրա մեջ հաջողվել եք։ Այո։ Ավելի շատ ենք հաջողվելու, ես խոստանում եմ Հայաստանին, որ ավելի շատ հաջողություններ ենք ունենալու։ Մենք ես իմ ամբողջ ջանքը եղել է այս 2019 թվականից է, որ ես սալոն ունեմ, ու ես ամեն օր մտածում եմ մի քայլ առաջ գնանք զարգացնելու համար մեր ոլորտը։ Վարշավիրանոց բարը հանենք, դարձնենք, չգիտեմ, ավելի լուրջ ինչ որ արվեստանոց, սպասարկման ոլորտ, մեր մոտ հենց սպասարկման ոլորտը շատ կարևոր է։ Հաճախորդը մտնելուց մինչև դուրս գալը ամեն քայլափոխ մեր մոտ սպասարկման ոլորտը։ Ընդունարանի աշխատողը սպասարկում է հաճախորդին, վարսավիրը սպասարկում է հաճախորդին, այնտեղ ասիստենտները, որ աշխատում են հյուրասիրությունը, մատուցողը եւ այլն բոլորը սրանք սպասարկման ոլորտ են, որը որ պետք է լինի պրեմիում կլասի։ Հիմա ինչի համար են ինձ ասում, որ ոնց կարելի է Հայաստանում պրեմիում կլասի սալոն ունենալ, կարելի է իհարկե ու դեռ ավելի շատ էլ կարելի է ունենալ, որովհետեւ մարդիկ զարգանում են, աշխարհը global առաջ է գնում։
զարգացումը ապրում, այսինքն ամեն ինչի մեջ։ Այսօր մի բանը մենք վայելում ենք, ասում ենք, «Վաու, էսի շատ լավ էր այս բաժակը», բայց արդեն մի ժամ հետո ուրիշ բաժակ է դուրս գալիս, որը որ ավելի լավն է։ Մենք պետքա փորձենք անենք ամեն ինչ, որ հասցնենք ամեն ինչ մեր հայրենիքում պետքա լավ ապրի մարդ, պետքա որակով ապրի։ Ես տենց եմ կարծում։ Այս կյանքը կարճ է, մենք ապրում ենք, պետքա ապրենք որակով։ Հարուժան, բայց նաև ամեն երկրում դենց է, որ օրինակ բարձրորակ հագուստի նման է։ Էժանը կա, ավելի միջինը կա, ամեն մարդ ունի իր հաջախորդությունը։ Դուք այդ հատվածը, որ դուք ընտրել եք, ունի իր հաջախորդությունը, որը ուզում է ավելի լավը, ինքը խնդրեմ չունի գալու ձեր մոտ։ Էդել քիչ էր նախկինում, այսինքն Վարշավիրանոց բարը, այո, գար, բայց մի քանի դեղ երևի մի քանի Վարշավիր։ Հիմա դուք արդեն գազմել եք մի հատ լրիվ մասնաճյուղեր, որոնք մարդիկ, որ ամենաբարձր որակն են ուզում, գալիս են ձեր մոտ։ Այո։ Էդա որ բարձրացնում եք, հիմա կարող է ներքևի հատվածը գան թեթև թույլ բան, բայց այդ ինձ թվում է ամեն երկրում է նույնպես բնակավարը։ Այո, տարբեր են մարդիկ։ Այդ լավ բնակավարը, որովհետև գանա եք ձախսում են միանշանակ։ Այսինքն մազը շաբաթը մեկ պիտի լինի, ոչ թե դղամարդում էս ամիսը մեկ, դա երկու ամիսը մեկ ու անում են դարբեր ուղղություններ նաև ուրիշ վարսավիրանոցության մեջ կա նաև եղունգ, չգիտեմ, ուրիշ դարբեր բաներ ամեն ինչ կա, որոնք ուզում են հանգիստ զգան, որ աչքերին փակ մտնեն այնտեղ, չէ՞։ Այո։ Ու ձեր կովազդը ոնց է, անում եք կովազդ, թե մարդիկ արդեն ինքնստինքյան են լինում։ Անում ենք, աշխատում ենք, իհարկե գովազդի վրա ենք աշխատում, բայց մեր ավելի շատ գովազդը մարդիկ են, մեր հաճախորդներն են։ Մեր տեսեք, ես այս բիզնեսը, որ սկսել եմ, չեմ նայել իրան որպես բիզնես։ Ես նայել եմ իրան որպես իմ հոբին ու ես չեմ մտածել շատ մեծ գումարներ աշխատեմ այս բիզնեսով, տենց չեմ հիմնել բիզնեսը, բայց այդ ճանապարհը ինձ տարավ դրան, որ ես սկսեմ մտածել իրան որպես բիզնես։ Ես նախկինում որ աշխատում էի, ես մի հատ որ սանրվածք էի անում, ես հաճույք էի ապրում։ Ես կարայի գումար չվերցնեի այդ սանրվածքից ընդհանրապես։ Դա ինձ ահավոր sense բավարարություն էր տալիս այդ ստանալը, այդ արվեստի որպես արվեստ եմ սկսել, բայց այդ ճանապարհը տանում է քեզ դեպի բիզնես։ Նորմալ է, արվեստի պես ուզես կամ չուզես։ Երկիչն էլ նվագում է ինքն իրեն համար, բայց վերջի պիտի ապրի, պիտի երթա համերգների գնա, չէ՞, ուզի չուզի դա բիզնեսն է։ Դա բիզնեսա դա։ Դե դա լավը, որ մեկը նախ նայում է դա որպես արվեստ, հետո իրեն ինքնստինքյան դանում է թեպի վերև։ Այո։ Իսկ դուք արդեն ավարտվել է այդ խաղապարը, որ հետ վերադառնաք Սիրիա միանշանակ։ Միանշանակ ավարտվել։ Բայց ընտանիքը մեծացավ։ Այո։ Ամբողջ ընտանիքս եկել է հիմա Հայաստան։ Ցեցուկը ծեր ընտանիքն։ Այո, իհարկե, երկու երեխա եմ ունեցել Հայաստանում, իրանք մաքուր հայ են, իրանց паспорտի մեջ գրած չի Born in Republic, Syrian Republic։ Իրանք Հայաստանի ծնունդ են, տղաս աղջի գսել։ Այո, շատ լավ են, շատ ուրախ են։ Եթե մի բանի նայում ես լավ ես տեսնում, եթե դու բողոքում ես մի բանից, անընդհատ իր վատն ես տեսնում։ Եթե ապրում ենք մեր հայրենիքում, պետքա լավ վատես լինենք, որ ամեն ինչ լավ է լինելու։ Թեկուզ որ վատ է լինի, մենք պետքա միշտ լավը ցանկանանք ու լավը տեսնենք, որ լավ լինի ամեն ինչ։ Բայց այնուամենայնիվ իրենք մեզանից լավ են։ Ես այդ դենց եմ նստում։ Եթե ես փոքր ժամանակ Պերու ունենք, որ մենք ուրիշ երկիր ենք ապրում, ուզի դա ամենալավը երկիրը լինի աշխարհի, բայց քոնը չի, չէ՞, մեր արմատները։ Մենք ինչ կապ ունենք Սիրիայի սիրիացիների հետ։ Լավ մարդիկ են, բան չունենք ասել, բայց մենք իրենց հետ կապ չունենք։ Դրա համար մարդ պիտի ապրի այդտեղ, որ ինքը պատկանում է իր վատ բաներով ու լավ բաներով։ Ինչ որ լինի, իրենք հիմա մեր երեխեքը, որ ստեղ են մեծանում, ավելի լավ են ապրում, քան մենք։ Մենք անընդհատ հիշում ենք, վստահ պապաները, մամաները ասում էին, որ հայ եղեք, հայերեն խոսացեք, այս բառը ինչու օդար օգտագործեցիր, ով է քո ընկերը, հանգարց սխալամասնություն չանես եւ այլն։ Փերա էս վերջը, բայց իրենց վրա ոչ մի բան չի կա հիմա, իրենք ազատ ապրում են ճիշտ այնպես, որ մենք կցանկանայինք մեր երեխաները, այո։ Ու բարեբախտաբար Հայաստանի մեջ կա ամեն ինչ երեխաների համար հատկապես, սկսած անվտանգությունից, վերջացրած բարապմունքներից, չգիտես ուր դանես, կամ երեգոյան իրենց համերգներ, երեխաների հետ կապված, չգիտեմ, թատրոններ, հաստատ հիմա լրիվ եթե նայես դեպի Սիրիա ու ստեղ, տեսնես որ ինչքան ճիշտ էր մեր քայլը ստեղ գալու։ Այո։ Այո։ Այդպես է։ Ու ծեր ընտանիքը ընդեղից էլ եկան, շատացան, կան մարդիկ որ ցես տեսնելով ոգևորվեցին ու եկան։
Ես կարամ իմ ընտանիքից խոսամ, իմ ընտանիքը հերթով, իմ եղբայրն էլ եկավ, հետո մաման պապան էլ եկան, մաման պապան բավական ուշ եկան, դե անընդհատ պապանը սպասում էր, որ այնտեղ լավ է լինելու, ամեն ինչ ոնց կա տենց շարունակվելու է եւ այլն, մինչեւ որ վերջնականապես իրանք էլ համոզվեցին, որ ավելի լավ ապրեն մեր հետ, իրանց թորնիկների հետ, զավակների հետ, քան թե Սիրիայում մենակ, բայց իրանց տանը լինեն, որ իրանց էլ եմ հասկանում, երբ որ այդքան տարիներ հիմնում ես ինչ-որ մի բան, ուզում ես այդ ինչ-որ տարիքից հետո վայել ես, բայց հասնում այդ տարիքը, ասում ենք ես դե ամեն ինչ թող ու դուրս արի այնտեղից, մի քիչ դժվար է, բնականաբար պապայի համար, բայց փորձում ենք անել ամեն ինչ, որ լավ լինի, իրանց համար էլ լավ լինի։ 2021-ին, երբ որ վերադարձա Սիրիա, գնացել էի եղբորս հարսանիքի պահով, այդ ժամանակ ես լրիվ համոզվեցի, որ ես այլ այնտեղ անելու ոչինչ չունեմ։ Ես ինձ օտար էի զգում։ Այսքան քիչ ժամանակվա մեջ, շատ քիչ ժամանակ, այո, 2015-ից մինչև 21, այսինքն 6 տարի Հայաստանում ապրելով, ես օտար էի զգում ես ինձ։ Դա քրքիր է։ Ամեն ինչ շատ օտար էր, մարդկանց ապրելակերպը շատ օտար էր, շատ ամեն ինչը։ Այն որ ստեղ խոսում ենք մարդկանց ազատության մասին, մարդկանց իրավունքների մասին, իսկ այնտեղ բացարձակ իրավունքի մասին չկա ինչ իրավունք։ Մարդիկ հոսանք չունեն, մարդիկ ջուր չունեն, մարդիկ ավտո քշելու համար բենզին են փնտրում, ինչ որ լցնում շշերով, որ ավտո քշեն։ Ինչ մարդկանց իրավունքներ, ինչ մարդ ստեղ հետ են վիրավորել մարդկանց, այնտեղ փամփուշտներով են վիրավորում մարդկանց, որը որ ընդունելի չի։ Պատկերացեք, ձեր երեխեք այնտեղ ապրեին, դա անհնար է։ Դուք վարաբացույց եք, որ մարդիկ եկել են այստեղ չիմանալով ինչ անեն, հետո կդել են այդ ինչ անելը, ու մի անգամից առաջ են գնացել փոքր երկրի մեջ, որոնք մարդիկ ասում են, որ Հայաստան դժվար վիճակում է եւ այլն։ Ու հասել եք այդ ձեր սիրածի բարձրը չասեմ, բայց այդ ճանապարհին, որ ցեզ պիտի դանի շատ ավելի բարձր դեղեր, ու այսօր ձեր անունը վարսավիրանոցների մեջ շատ հայտնի է, ամենաբարձր որակի է, շատ ուրախ եմ, որ սենց եղել է ձեր մոտ այդ առաջ գնացքը, որովհետև մենք եկել ենք այստեղ մի բան փոխելու բոլորս, ու թեպի լավը, հատկապես տնտեսական առումով եւ նաեւ փրկում ենք մեր ընտանիքները միանշանակ, մեր երեխեքը, որոնք որ փոքր երեխա ունեն, պետք է մտածեն դրա մասին։ Այո։ Բարը աբացույց եք, այս մեր պատմությունը իսկապես շատերի համար ոգևորիչ պետք է լինի, ու կան ձեր նման շատ պատմություններ կան, մի հատ կարճ բան էլ ասեմ, ժամանակից շատ չխլեմ, ունենք ահագին հաջողված բիզնեսներ Հայաստանում, ովքեր որ էլի հայրենադարձներ են ու հասել են շատ մեծ հաջողությունների, այսինքն ոչ մի բան անհնար չի։ Ես երբ որ Հայաստան նոր եկա, բոլորը ասում էին, այստեղ շատ վատ է, այստեղ գործ չկա, այստեղ աշխատավարձերը ցածր են եւ այլն, բայց չպիտի լսենք, շատ ժամանակ sense ագանջները պիտի փակես եւ առաջ գնաս։ Դու պետք է ուղեղումը դնես ինչ-որ բան ու դրանով sense առաջ գնաս։ Շատ շրջապատը շատ ժամանակ մեզ օգնում է, բայց շատ ժամանակ էլ հակառակը մեզ ուզում է հետ քաշի մի քիչ։ Շատ ճիշտ է։ 21 տարի այստեղ եմ, ես գիտեմ որ սպասարկումը ամենադժվար վիճակն է Հայաստանում, չգիտեմ որտեղից է եկած այդ չորությունը, կարող է լեռնային երկիր ենք, մի քիչ ավելի գոբիտ, չոր եւ այլն։ Այդ սպասարկումը որը ցանկացած բնակավարի մեջ որ տնես, ինքը առաջ է դնում։ Դուք հիմա ես կարծում եմ որ սպասարկման մեջ շատ բարձրացրեցիք այդ ցողը Վարսավիրանոցի աշխարհում, ու այդ սպասարկման շնորհիվ դուք ավելի արագ եք առաջ գնում։ Ցանկացած մարդ որ կորձ անելու ստեղ, թող սպասարկումը լավակույն մագարտագյանի ու իր հաջողությունը դեր անելու են շատ բան։ Շնորհակալ եմ Հարություն, այս լավ զրույցի համար, վստահ եմ շատեր ողջևորվեցին, ձեզ հաջողություն ենք մաղթում։ Շնորհակալ եմ բոլորիս։ Մինչ նոր հանդիպում։